Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հիմա գտնվում ենք Ավանի ընտանիքի այգում, քարոզարշավն այսօր իրականացնում ենք Ավան թաղամասում, հիմա եւ նաեւ երեկոյան շրջելու ենք, նաեւ երեկոյան լինելու ենք Ծարավաղբյուրում, ուզում ասել, որ այս թաղամասում ես վարձով ապրել եմ, հիմա Ծարավաղբյուր թաղամասում եմ ապրում Ավանի, բայց մեր քաղաքական ուղերձը հետեւյալն է, քանի որ գտնվում ենք ընտանիքի այգում եւ այս հրաշալի հուշարձանի մոտ ընտանիքի, մենք ուզում ենք ուղերձ տալ մեր ժողովրդին առայն, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը, որը խորհրդանում լինելու է ձեր աջակցությամբ, ձեր քվեարկությամբ, զբաղվելու է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդ ընտանիքների խնդիրներով, երիտասարդության խնդիրներով, ինչու որտեղ մենք գտնում ենք, որ ընտանիքը պետության բջիջն է, եւ մենք պաշտպանիր ինքնությունդ կարգախոսի մեջ, բնականաբար տեսնում ենք ընտանիքը, հայ մարդու ընտանիքը եւ թե ինչպես ենք պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները, որ մարդիկ կարողանան Հայաստանում ապագա կապել, կառուցել այդ ապագան, նոր ընտանիքներ ձևավորվեն եւ պետությունը զարգանա, որովհետեւ պնդում եմ, որ ընտանիքը պետության բջիջն է։ Այս իմաստով նաեւ ուզում եմ կարճ արձագանք անեմ, երեք եղել է դեբատը Կարպիս Փաշոյանը լավագույնս ներկայացրել է Լուսավոր Հայաստանին, բայց անակնկալ ձևով նա ներկայացրել է, որովհետև հա չէինք հավատում, որ լավ է ներկայացնել, չէ, լավ է ներկայացրել, բայց ուզում շատ կարճ արձագանքել Արադ Միրզոյանին, որ ինքը այնտեղ ինչ որ պնդում է արել, որ խաղաղության այդ համաձայնագրի տեքստի վրա իրար հետ աշխատել են, եւ ինքը զարմացած է, որ մենք չենք ստորագրի այդ տեքստը։ Ինքը զարմացած է, որ մենք ուզում ենք դատենք այդ դրա ստորագրողներին, ինչի, որովհետեւ այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, այդ տեքստը չկա, ես ես վստահեցնում եմ, եւ կա Ադրբեջանի բոլոր առաջարկած հոդվածները, որոնք իրենք գնացել ստորագրել եւ համաձայնել։ Հետեւաբար ինչ կա զարմանալու, որ մենք չենք ուզում Ադրբեջանի կողմից մեզ հրամցված հոդվածների տակ ստորագրությունը դնել։ Ինքը դրել է, ասում է, այս հպարտ եմ, էլի կդնեմ բան, բայց մենք ասում ենք, որ Հայաստանը հաշմանդամ դարձնելու փաստաթուղթ է, դրան դեմ ենք եւ այդ փաստաթուղթը պետքա փոխվի եւ կփոխվի, սիրելի հայրենակիցներ, եթե դուք այս ընտրություններում գնաք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք թիվ 19 քվեաթերթիկով։ Դու ինչ որ բան ես ասել։ Հայց կարճ ուզում եմ բանել ավելացնեմ, ուրեմն չգիտեմ ինչի ինչ որ բան կա իրանց մեջ, անդադ բա Կարպիս Փաշոյան դու իմ մոտ Ես որ փոխվարչապետը իմ մոտ ես աշխատել, բան Կարպիսը շատ համեստ է, ես եմ ուզում արձագանքել։ Ինքն է խնդրել աշխատել։ Ինքն է խնդրել որ Ես ԿՊԱ-ականներից երբևէ որևէ աշխատանք չեմ խնդրել։ 2018 թվականին ինքն է խնդրել եւ շատ երկար, ես համար ինքնաբավ լրագրող էի։ Եվ շատ կարճ է տևել այդ աշխատելը, հետո ես որևէ փորձ չեմ արել իրենց այդ աշխատելու համար, որևէ հանդիպում չեմ խնդրել, ես Արադ Միրզոյանին համարյա 8 տարի չէի հանդիպել։ Երբեք չեմ խնդրել։ Պատրաստումից հետո էլ կարող է իրենց մոտ պաշտոն զբաղեցնել, բայց երևի այդ ժամանակ էլ պետք է ասեի Արցախը, Ադրբեջանը եւ վերջ, բայց ինչ տենց աշխատանք պետք չի եւ ես շատ ուրախ եմ, որ հեռացել եմ աշխատանքից, որովհետեւ առնվազն Արցախի կորստի եւ Արցախի հայաթափան հետ ես առնչություն ունեմ եւ այդ առումով քիչս մաքուր է եւ նաեւ սիրտս մաքուր է, որ ճակատագիրը ինձ փրկել է ուսապարկ դառնալու հեռանկարից, էլի չգիտես ինչ կլներ։ Ես ինչ հարցի եմ ուզում կենտրոնանամ։ Իմաստը ասելու, այտենց այդ բան անելու, որ օրինակ դու աշխատել ես մեր հետ բան, ես ուզում եմ այդտեղ հասկանամ, էլի, այսինքն իրենք քեզ մեղադրում են, որ դու իրանց հետ աշխատել ես։ Այսինքն իրանք մտածում են, որ իրանք ինչ են, բորոտների խումբ են, ինչ որ բան են, այսինքն Արադ Միրզոյանը գիտի, որ արատավոր բան է իրանց հետ աշխատել, այսինքն իրանք գտնում են իրանց հետ աշխատելը ինչ որ պրոբլեմա յուրաքանչյուր մարդու համար, այդ չեմ հասկանում։ Ես մի գործընկերային հարաբերությունները պահում եմ եւ աշխատում նախին գործընկերներին չքննադատել, բայց Արադ Միրզոյանի հետ այդ ավանդույթը խախտել եմ եւ ընդհակառակը հայտարարել եմ, որ ես այն երբեք չեմ բարևելու, եւ երեք դեպատի ժամանակ չբարևեցի, որովհետեւ այդ մարդկային հարաբերությունները դրվում են մի կողմ եւ տեսնում ես, որ մարդիկ կործանում են քո երկիրը, կործանում են բոլոր արժեքները, որոնք կարեւոր են, եւ նաեւ շատ դժվար է բարևել մի մարդու, որը չի արձագանքում, որ Արցախում եկեղեցիներ են հողին հավասարվում եւ միևնույն ժամանակ պաշտպանում է Պաղեստինի մշակութային ժառանգությունը։ Ես այդպես մարդու Գազայի արտգործնախարարն է, էլի ինքը Պաղեստինի։ Ռուկապաժար։ Լսի ուրիշ բան եմ ուզում ասեմ, չէ, այդտեղ ես օրինակ քո փոխարեն կասեի, որ եթե դու չլինեիր ու հեղափոխությանը չմասնակցեիր, ինքը երբեք չէր դառնա փոխվարչապետ։
Այսինքն ինքը քուշնորիվ դարձել է փոխվարչապետ, բայց հետո ասում է, բայց դու մեր մոտ աշխատում ես։ Դա աբսուրդ է, դա ես չեմ կարող դասեմ, որովհետև ես հեղափոխությանը չեմ մասնակցել, բայց դու ունես դա լեգիտիմ իրավունք է ասելու, էլի։ Ինչևից է սիրելի հայրենակիցներ, այսօր քարոզարշավը մենք կշարունակենք, ինչպես ասեցի, այս թաղամասում, Ավան թաղամասում, երեկոյան Ծարավաղ թաղամասում եւ կրկին մեր ժողովրդին կոչ ենք անում անպայման քվեարկել Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին, որովհետև դուք պարլամենտում պետք է ունենաք ուժ, որը ցանկացած կառավարության կարող է հաշվետու դարձնել, այնպես ինչպես որ երեք օրինակ դեբատում երևաց դա։ Այսքանն էր այսօր մեր ուղերձը եւ սպասում ենք ձեր արձագանքներին արդեն քվեարկության տեսքով, որովհետև ինչքան է մնացել, 2 օր է մնացել, 3 օր է մնացել քարոզարշավի ավարտին, ինչեւ լրության օր։ Շարժենք մեր քարոզարշավով դեպի թաղամասի, դեպի վերև էս կողմ գնացինք։